Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, Factor TV-ին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Կառավարությունը սակայն չի պարզաբանում, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու մի միջոցառման, որին ներկա են լինելու համաշխարհային առաջնորդները։ Նախորդ տարի Փաշինյանը մասնակցել էր ֆորումին, երկկողմ հանդիպումներ ունեցել միջազգային գործընկերների հետ։ Տեսականորեն Թրամփի ուղի նախագծում Հայաստանը կարող էր մասնաբաժին չունենալ, իսկ ԱՄՆ-ն ունենալ 100%, բայց դրանից Հայաստանի ինքնիշխանությունը չէր տուժի։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հռետորական հարցին, թե ինչու Հայաստանը մասնաբաժնի 50+1%-ը չի վերցրել։ Օսկանյանը նաև հայտարարել է, որ Թրամփի ուղին մեծ հաշվով Հայաստանին եւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու, ու այդ ճանապարհի ստեղծման հարցում շահագրգռված են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Ռուբինյանը նաև վստահեցրել է, միևնույն է Թրամփի ուղու հարկերը Հայաստանում են վճարվելու, հետևաբար տոկոսը կապ չունի։ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված Մերձևով շարժման անդամները գրանցել են Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Factor-ը իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում է, որ կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն սկզբում գործել է այլ անվամբ՝ Հայամետ։ Ընդամենը օրեր առաջ հունվարի 16-ին Հայամետը վերանվանվել է Ուժեղ Հայաստանի։ Կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանը եւ Լենա Մաթևոսյանը։ Գործադիր մարմնի ղեկավարը Ալեքսան Ալեքսանյանն է։ Մերձևով շարժման անդամներն արդեն հայտարարել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, թե ով է վարչապետի թեկնածուն, դեռևս փակագծեր չեն բացում։ Գործարար Սամվել Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ երկքաղաքացի է։ Քննչական մարմինները Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարանում խուզարկություններ են իրականացնում առանց նրա ներկայության։ Այս մասին Facebook-ում հայտնել է ինքը Դեմոյանը։ Factor TV-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Կառույցից սակայն չեն մանրամասնում, թե ինչ վարույթի մասին է խոսքը։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը անժամկետ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Դատարանն այսօր մասնակի բավարարել է Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը բացառությամբ ընտանիքի անդամների եւ պաշտպանների։ Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու կինը Լուսինե Թադևոսյանը գլխավոր դատախազություն են հրավիրվել։ Ծանուցման համաձայն դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է Օսիպյանի եւ նրա կնոջը պատկանող գույքի օրինականությունը։ Ամուսինները հրավիրվել են դատախազություն ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու, ինչպես նաեւ իրենց դիրքորոշումն ու հայտարարագիրը ներկայացնելու նպատակով։ Իրանը մի քանի օրվա ընթացքում կվերացնի ինտերնետի արգելափակումը, հայտարարել է երկրի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ Նա նշել է, որ ինտերնետ ծառայությունը կվերականգնվի, երբ անվտանգության պայմանները համապատասխան լինեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել Միացյալ Նահանգներից միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Մոսկվան ուսումնասիրում է այն եւ հույս ունի շփումներ ունենալ ամերիկացիների հետ մանրամասները պարզաբանելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նման հրավեր է ստացել նաեւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Թրամփի հայտարարած Գազայի խաղաղության խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսան եւ ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։